այլ ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության 5-ի երկրորդ հոդվածը, որին պետք է ենթարկվեն նաև օպերատիվ հետախուզական գործողություն իրականացնող անձինք, սահմանում է նրանց կողմից հարկադրանքի միջոցների կիրառման հիմնարար սկզբունքները։ Օրենքը հստակ ամրագրում է, որ հարկադրանքի միջոցների կիրառումը թույլատրել է միայն այն դեպքում, երբ այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել օրենքով նախատեսված պարտականությունների կատարումը։ Անձի անձնական անձեռնամխելիությունը, միջամտող ֆիզիկական հարկադրանքը թույլատրել է միայն այն դեպքում, երբ նա կամավոր չի կատարում օպերատիվ հետախուզական գործողություն կատարող անձի կամ այլ իրավասու անձի իրավաչափ օրինական պահանջը։ Այլ կերպ ասած, ֆիզիկական ուժը, ձեռնաշեղտանելը կամ այլ հարկադրանքի միջոցները պետք է լինեն տվյալ անձանց կողմից կիրառվող ամենավերջին միջոցները, երբ չպետք է կիրառվեն ըստ նրանց ցանկության եւ հայացողության եւ պարունակեն անձի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի տարեր։ Սա մարմիններում յուրաքանչյուր ծառայողի համար պարտադիր իրավական պահանջ է, որի չապահովում է նրանց համար առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություններ։ Հետևաբար յուրաքանչյուր դեպք, երբ քաղաքացու նկատմամբ կիրառվում է ֆիզիկական ուժ, նրանք գետին են տապալում, ձեռնաշղթաներ են կիրառում կամ փաստացի զերգում են ազատությունից, կատարված գործողությունները պետք է ունենան հստակ իրավական հիմք եւ համապատասխանեն անհրաժեշտությունն ու համաչեկության չափանիշներին։ Սա ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության հարց է։ Իրավապահ համակարգին, այդ թվում նաև օպերատիվ հետախուզական գործողություն իրականացնելու իրավունք ունեցող մարմիններին վերապահված լիազորությունները պետության կողմից տրված կարևոր գործիք է հասարակական կարգի եւ անվտանգության պահպանման համար։ Սակայն այդ լիազորությունների իրականացումը պետք է հիմնված լինի բացառապես օրենքի, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի եւ իրավաչափության վրա։ Հենց այդ դեպքում է ձևավորվում քաղաքացիների վստահությունը իրավապահ համակարգի նկատմամբ։ Հենց այս նպատակով ենք դիմում իրավասու պետական մարմիններին։ Մենք խնդրում եւ պահանջում ենք, որպեսզի ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ բացառելու համար ապագայում քաղաքացիների նկատմամբ առանց բավարար իրավական հիմքերի ազատության սահմանափակման, անհամաչափ հարկադրանքի միջոցների կիրառման եւ մարդու իրավունքների խախտման ցանկացած դրսևորում։ Եզրափակելով ցանկանում եմ ընդգծել մեկ հիմնարար սկզբունք։ Յուրաքանչյուր պաշտոնատար անձի, այդ թվում իրավապահ համակարգի յուրաքանչյուր ծառայողի գործունեության հիմքում պետք է լինի Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված այն արժեքը, որ մարդու արժանապատվությունը անձեռնամխելի է։ Իսկ արժանապատվության ոտնահարման եւ խախտման ցանկացած դեպք պետք է արժանանա իրավական գնահատականի իր բացասական հետևանքներով հանդերձ, որպես համայնքի բնակիչների ազատ կամքի դրսևորման ընդրված ներկայացուցիչներ պարտավորություն են կրում մշտապես ծառայելու մեր ժողովրդին եւ ցանկացած խնդրի դեպքում իր իրավունքները ցանկացած խախտման պարագայում բարձրացնելու են այն ու ձեռնամուխ են լինելու խնդրի լուծման ու իրավունքների պաշտպանությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հաջորդ հարց Մովսես Մովսիսյան։ Հարգելի ընկերներ, 2024 թվականի նոյեմբերի 15-ի հավաքանի թիվ 192 որոշումով մենք հաստատել ենք եւ Արտանյան ջանկերեսես ցավալան։ Մենք հաստատել ենք Արթիկ համայնքի 24 թվականի սյունեդին ծրագրերի ցանկը։ Ամեն ինչ նորմալ է, աշխատանքները իրավունքով ընթացքով գնացել են, ուղղակի ունեցել ենք նա խնդիր, ուրեմն անկախություն փողոց 3-րդ փակուղի փողոցի փոխարեն նախագիծը նախագծվել անկախության փողոց 3-րդ փակուղի, բայց մեզ
ցավոք սրտի հասցեն սխալ ընդվել Անկախության փողոց 6-րդ ներպասք եկել է։ Նախագծերը գծվել է Անկախության փողոց 3-րդ փակուղու համար, բայց վերնագիրը ուղղակի սխալ է գրվել, եղել է տեխնիկական վերիպակ։ Հիմա իմ խնդրանքը նաև օրինականությունն է պահանջում, որ այդ հավելվածի մեջ կատարեն փոփոխություն, ուրեմն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արտիկ համայնքի ավարտանի 24 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 192 որոշման հավելվածի մեջ Անկախության փողոց 6-րդ ներպանց բառերն ու թվերը փոխարինել Անկախության փողոց 3-րդ ֆարմուղի բառերով ու թվերով։ Առաջարկել նախագծող կազմակերպությանը նախագծանախաշվային փաստաթղթերի մեջ կատարել փոփոխություն Անկախության փողոց 6-րդ ներպանց բառերն ու թվերը փոխարինել Անկախության փողոց 3-րդ ֆարմուղի։ Այսքան Չէ, երբ Արտայան ջան, իրականում մենք բոլոր փողոցները, որոնք տալիս ենք նախագծման, բնականաբար մեր քաղաքաշինչյան բաժնից վերցնում ենք հասցեները։ Ինչքան էլ մենք հստակ ուզենանք հասցեները իմանանք, մենք հաստատ չենք կարողանում, որտեղ քաղաքաշինչյան բաժինը ավելի ճիշտ ստուգ հասցեներ տալիս։ Հիմա այս դեպքում սխալմունք է, իրականում որ փողոցը մենք կառուցելու ենք, այդ փողոցը նախագծված է։ Ուղղակի վերիպակ եղել այնտեղ 6-րդ ներպասքը պետք է եղներ 3-րդ փակուղի սխալման բարի զուտ տեխնիկական վերիպակ է ներունեցել, ես կտում եմ, որ եսի դուք բոլորը գիտենաք, օրինականությունները պահանջի, որ մարդիկ է տեղյակերնին, որ հետո սխալմունք ուղղակի չէ։ Այսքան բան։ Մենք թերալության ժողով, ովքեր ենք ով։ Շնորհակալություն այսօրվա նիստին մասնակցելու համար հարգելի հավականներ, բոլորիս քրիստիան բարի աշխատանքային օր։